Այս ընտրություններում մեր նպատակը մեկն է՝ պաշտպանել հայ մարդու ինքնությունը, հայ մարդու պատմությունը, հիշողությունը, մշակույթը եւ հայկական պետականության հայկական բովանդակությունը։ Մշակութային դիվերսիայի այս ժամանակաշրջանում Հայաստանը ներսից փափուկ ուժով փորձում են փոխել մի այնպիսի պետություն դարձնել, որը այլևս չպատկանա մեզ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։ Մեր տեսլականն է կառուցել եվրոպական մոդելի պետություն։ Մենք ոչ ոքի չենք խաբելու։ Մենք չենք խաբելու մեր ժողովրդին, թե Հայաստանը տանում ենք դեպի Եվրոպա։ Մենք մեր ժողովրդին ասում ենք, մենք Եվրոպան բերելու ենք Հայաստան։ Առանց ամուր ինքնության չի լինում ինքնիշխանություն, չի լինում անկախություն։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ անկախությունը խարսխված պետք է լինի մեր քրիստոնեական մշակույթի, մեր ինքնության եւ հայկական պետականության բովանդակության վրա։ Մենք կառուցելու ենք պետություն, որը պաշտպանում է իր քաղաքացու իրավունքները ներսում եւ իր քաղաքացու իրավունքները դրսում, արտաքին աշխարհում։ Մենք կառուցելու ենք պետություն, որը պաշտպանում է իր պետական շահերը եւ ոչ թե միակողմանի զիջումների գնում։ Մենք կառուցելու ենք պետություն, որը կարող է ինքն իր ինքնասիրությունը պաշտպանել միջազգային բոլոր հարթակներում։ Սիրելի հայրենակիցներ, այս ընտրությունները կեղծ վախերի մասին չեն։ Սա հնարավորություն է ոչ ասելու Փաշինյանի եւ Ալիևի կեղծ պարտադրանքին, թե իբր մենք միայն պետք է հանձնվենք, թե իբր պետք է միայն զիջենք։ Այս պարտադրանքը որևէ հենք չունի։ Եվ ահա դրա համար մենք ձեզ ասում ենք, օգտվեք այս հնարավորությունից։ Հունիսի 7-ին գնացեք ընտրական տեղամասեր, վերցրեք թիվ 19 քրեաթերթիկը եւ ձեր քվեարկությամբ պաշտպանեք հայ մարդու ինքնությունը, հայկական պետականության, հայկական բովանդակությունը։ Քվեարկեք Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին, որ մենք պաշտպանենք հայկական պետականությունը։